Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան թիմադեդրի մեջ ներկայացուց Երևանի գլխավոր Դոնաձարի լույսերու վարման արարողությունը։ Դոնաձարի լույսերու վարման փարահեղ արարողություն շնորհակալություն Երևանի քաղաքապետարանին եւ քաղաքապետ Տիգրան Ավինյանին քրած է վարչապետը։ Հայաստանի արտաքին գործոստ նախարարի դեղագար Ռոբերտ Ապիսողոմյան մասնակցած է Ռիադի մեջ տեղի ունեցող ՄԱԿ քաղաքագործություններու դաշինքի 11-րդ համաշխարհային ժողովին, որոնց շրջանակներու մեջ ելույթով հանդես եկած է դաշինքի բարեկամներու խումբի բարձրաստիճան հանդիպմամբ։ Արտաքին գործոստ նախարարի դեղագալ իր ելույթի մեջ ընդգծած է, որ հագամարտություններու կանխարգելման հասարակություններու միջև վստահության վերականգնման եւ բոլոր համայնքներու արժանապատվության եւ ինքնության պաշտպանության գրավականը խաղաղության եւ բռնության դեմ պայքարի մշակույթի խթանումն է հանդուրժողականության եւ փոխըմբռնման վրա հիմնված։ Այս պարունակի մեջ նշած է, որ Հայաստանն աշխուժորեն կնպաստի ադելության խոսքի եւ էթնիկ խտրականության եւ այլ ադյացության դեմ ուղղված համաշխարհային ջանքերուն, ինչպես նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաքագործություններու դաշինքի եւ Եվրոպայի խորհրդի շրջանակներու մեջ։ Անդրադառնալով դարաձաշրջանային զարգացումներուն արտաքին գործոստ նախարարի դեղագար Ռոբերտ Ապիսողոմյան վերահաստատած է Հայաստանի Հանրապետության հանձնառությունը դարաձաշրջանի մեջ ընթացիկ կարգավորման գործընթացներու հետագա հարաճմղման։ Այս պարունակին մեջ կարևոր նկատված է 8 օգոստոսի Վաշինգտոնի մեջ ձեռքբերված պայմանավորվածություններու իրականացումը ի նպաստ հարավային Կովկասի մեջ հաստատված խաղաղության ամրապնդման ավելի գայուն եւ համագործակցային միջավայրի հաստատման։ Կարևոր նկատված է նաև Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախաձեռնության եւ ադոր կարևոր բաղադրիչի TRIP ուղի ծրագիրի իրականացումը մարդոց միջև շփումներու միջոցով դարաձաշրջանի մեջ խաղաղության խթանման եւ վստահության ամրապնդման համար։ Մարդկային իրավանց պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Անտրանիկ Եղոյան ընդունած է անհայտ կորած անձերու հարցերով միջազգային հանձնաժողովի պատվիրակությունը։ Ողջունելով հյուրերը Անտրանիկ Եղոյան անդրադարձած է անհայտ կորած զինծառայողներու եւ քաղաքացիական անձերու, ինչպես նաեւ անոնց ընտանիքներու իրավունքներու պաշտպանության ուղղությամբ պաշտպանի կողմեն իրականացվող աշխատանքներուն, ներկայացնելով ձեռքբերումներն ու արգամար դահրավերները։ Քննարկված են ոլորտին առնչվող շարք առանցքային հարցեր, ինչպես նաեւ մարդու իրավունքներու պաշտպանության եւ խթանման ուղղություններով հետագա համագործակցության ընդլայնման եւ նոր նախաձեռնություններու իրագործման կարելիությունները։ Անգլիան կընդլայնի իր ներգրավվածությունը մեր դարաձաշրջանի մեջ Հայաստանը դիտարկելով որպես առանցքային գործընկեր։ Այդ մասին կփաստե ոչ միայն հայ-անգլիական ռազմավարական երկխոսության հաստատումը, այլ նաև օրերս Հայաստանի մեջ առաջին պաշտպանական գծորդի նշանակումը։ Լոնդոնը հարևան Վրաստանի եւ Ադրբեջանի մեջ դեռ 2000-ականներեն սկսյալ ներկայություն ունի, հատկապես Բաքվի մեջ անգլիական ներդրումները միլիարդավոր դոլարներու կհասնեն։ Փորձագետները համոզված են, որ այս շրջանին Հայաստանը Լոնդոնի համար ավելի հետաքրքիր կգնալ արհեստագիտական եւ դարանցիկ հնարավորություններով։ Մեծ Բրիտանիո մեջ հատկապես հետաքրքրված են TRIP ուղի ծրագիրով, որը կգրնա անգլիական ներդրումային հոսքեր ուղղորդել դեպի Հայաստան։ Հրյական դոնին Հանուկայի դոնագադարության ժամանակ Սիդնեյի Բոնդի լողափին գրագոցներու հետևանքով զոհված է 15 անձ։ Armen Press-ի փոխանցմամբ այս մասին հայտնած է նոր հարավային Ուելզ նահանգի ղեկավարը։ Ավելի գանուխ հայտնի դարձավ, թե զոհերու մեջ երեխաներ եւ ոստիկանության աշխատակիցներ կան։ Ագանադեսներուն խոսքով արձակված է առնվազն 50 գրագոց։ Ոստիկանությունը հայտնած է, որ երկու հարձակողներեն մեկը սպանված է, մյուսը ցերպակալված։ Անոնք հայր եւ որդի եղած են։ Հայր 50 տարեկան տղամարդը մահացած է դեպքի վայրը, որուն հետևանքով զոհերու թիվը հասած է 16-ի։ Իսկ անոր 24 տարեկան որդին կգտնվի ծայրահեղ ծանր վիճակի մեջ հիվանդանոցը հայտնած է ոստիկանությունը։ Հայրն ու որդին ABC եւ այլ տեղական լրատվամիջոցներու կողմեն նույնականացված են համապատասխանաբար որպես Սաջիդ Ակրամ եւ Նավիդ Ակրամ։ Ավստրալիա ոստիկանությունը դեռ չի հստակեցներ, թե ինչ տեսակի զենքեր օգտագործված են հարձակման բահուն։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Բերլինի մեջ Ամերիկայի ներկայացուցիչներուն հետ Ռուսաստանի հետ պատերազմը թատրեցնելու վերաբերյալ ավելի քան 5 ժամ տևած բանակցություններու ընթացքին նշած է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու ցկտումներեն կհրաժարի արևմուտքի հստակ եւ իրավաբանորեն բարդաթիր անվտանգության հրաշքներուն դիմաց կգրե Reuters։ Բանակցություններում մասնակցած են Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆ եւ Թրամփի փեսա Ջարեդ Քուշներ։ Ուիտկոֆ հայտարարած է, որ հանդիպման ընթացքին մեծ առաջընթաց
արձանագրված է Երկրորդ համաշխարհային պատերազմին ի վեր Եվրոպայի ամենեն արյունարի հագամարտության վերջ տնելու վերջին թիվանակիդական չանքերու շրջանակներու մեջ, թեև բանակցություններու ամբողջական մանրամասները չեն հրապարակված։ Բանակցություններն արած Զելենսկին հայտարարած էր, որ Ուկրաինան պատրաստ է քննարկելու ՆԱՏՕ-ին անդամակցելու նպատակեն հրաժարումը փոխարեն ստանալով իրական անվտանգության երաշխիքներ Ամերիկայեն, եվրոպական երկիրներեն եւ այլ գործընկերներեն։ Բանակցությունները կազմակերպված են Գերմանիո կանցլեր Ֆրեդերիխ Մերցի միջնորդությամբ, որը կարճ ելույթ ունեցավ նախքան փակ քննարկումներուն անցնելը։ Երկուշաբթի օր Բերլին կժամանեն նաեւ շարք եվրոպական առաջնորդներ բանակցություններուն մասնակցելու համար։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն նախաբես բազմից պահանջեց, որ Ուկրաինան պաշտոնապես հրաժարի ՆԱՏՕ-ին անդամակցելու հավակնութենեն եւ ընդունի ճեզոք կարգավիճակ։ Մոսկվան նաեւ բնդած է, որ ՆԱՏՕ-ի զորքեր պետք չէ տեղակայվեն Ուկրաինո տարածքին մեջ եւ կբահանջի Կիևի վերահսկողության տակ մնացած Դոնբասի որոշ հատվածներեն զորքերու դուրս բերում։ Թայլանդի հետ հագամարտության սրացմամբ Կամբոդիան այդ երկրի հետ սահմանի բոլոր անցագետերը փակած է։ Կամբոդիան դադրեցուցած է Թայլանդի հետ սահմանի բոլոր անցագետերու աշխատանքը, նշված է գերադեսչության հաղորդագրության մեջ։ Թայլանդական թերթը տեղեկացուցած է, որ երկրի ռազմական օդային ուժերու գործանիչները հարվածած են կամբոդական կողմը գտնվող թիրախներ, ոչնչացնելով գամուրջը եւ սահմանի երկայնքով գտնվող այլ կառույցներ։ Թայլանդի եւ Կամբոդիո միջև սահմանային կոդիներու մարտերը սրվեցան նախորդ շաբթվան վերջը։ Կողմերը հանդես եկան հրատատարի խախտման վերաբերյալ փոխադարձ մեղադրանքներով։ Ձեզի հետ է Անի Զեյթունցյանը։